Բարի օր, հանրային ռադիոն բացառիկ հարցազրույցի հնարավորություն ունի Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նրանք այս օրերին Երևանում են քննարկելու Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի ընթացքը եւ մասնավորապես փախստականների աջակցության փաթեթի արդյունքները, նաեւ նախանշելու առաջիկա անելիքները։ Ես Տիանա Եղիազարյանն եմ, ուրախությամբ ներկայացնեմ զրուցակիցներիս։ Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխ, շնորհակալ եմ հնարավորության համար։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության տնօրեն Քլեր Օվեյ, շնորհակալ եմ հնարավորության համար։ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Կլաուդիա Լուչիանի, շնորհակալություն, եւ նույն կառույցի գենդերային հավասարության բաժնի ղեկավար Կատերինա Բոլոնեզը։ Անչափ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Միանգամից անցնենք հիշեցմանը, պարոն Նոյկիրխ, Եվրոպայի խորհուրդը 2023-ի իրադարձություններից հետո, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մեծ հոսք գրանցվեց Հայաստան, արագ գործողություններ նախաձեռնեց եւ կյանքի կոչեց փաթեթը 2.8 միլիոն եվրո 6 ծրագիր 2023-ից 26 թվականների համար։ Ինչով է տարբերվում այս ծրագիրը, ինչով է առանձնանում մյուս ծրագրերից, որոնք իրականացվեին այս ուղղությամբ եւ որոնք էին առանցքային անելիքները, խնդրեմ։ Շատ շնորհակալություն այս հնարավորության եւ ձեր հարցի համար։ Եվրոպայի խորհուրդն առանձնակիորեն է արժևորում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը։ Մենք մարդասիրական կազմակերպություն չենք, որը հենց փախստականների միգրացիայի հարցերով է զբաղվում, բայց ունենք որոշակի դերակատարում եւ մեր հատուկ ներկայացուցիչը փախստականների միգրացիայի հարցերով։ Վերջինս եկավ Հայաստան, այստեղ եւ Ստրասբուրգում քննարկում ունեցավ իրավասու մարմինների հետ։ Տեսանք, որ Եվրոպայի խորհուրդը փախստականների եւ մարդու իրավունքների երաշխավորման հարցում անելիք ունի։ Ուստի մշակեցինք հատուկ այս ծրագիրը գործողությունների ընդհանուր ծրագրի ներքո։ Երկու ծրագիրն էլ համապատասխանեցրինք իրավիճակին։ Մենք ունենք գործողությունների ծրագիր, որով աջակցում ենք Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Նաև պատրաստ ենք ձեզ աջակցել, երբ դուք առանձնակի կարիքներ ունեք։ Սրա հիմքում կոնվենցիաներն են եւ խորհրդատվությունը նախարարների կոմիտեի կողմից այս իրավիճակների վերաբերյալ, օրինակ անչափահասներին առնչվող։ Մենք օգնում ենք իշխանություններին իրենց արձագանքման ծրագրերը մոտարկելու Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչը եւ արել ենք։ Երևանյան քննարկումն էլ ցույց տվեց, որ կարևոր դերակատարում ենք ունեցել եւ լավ արդյունքներ փախստականների աջակցման փաթեթի շրջանակում։ Supporting them and dealing with the crisis. Դուք ասացիք, որ ձևավորվեցին աջակցության հիմնական ուղղությունները հատուկ ներկայացուցչի հոկտեմբերյան այցի ընթացքում։ Խնդրեմ պատմել, ինչ գործոններ էին, որ առանցքային դիտարկեցիք եւ որոնք էին հիմնական ուղղությունները անելիքների, որ նախանշվեցին հենց այդ ընթացքում։ Again, it was showing that Մեր դիտարկումները փաստում էին, որ փախստականներից շատերն ապաստանում էին տեղական համայնքներում։ Մենք սկսեցինք աշխատել կոնգրեսի հետ, մշակելու մեր գործողությունները եւ արձանագրեցինք, որ կանայք ու երեխաներն առանձնակի մոտեցման կարիք ունեն։ Խնդիրներ կային, որոնք վերաբերում էին մարդու իրավունքների կոնվենցիային, մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային, կային կոնկրետ իրավիճակներ միգրացիոն ծառայությունների հետ կապված, որոնք հատուկ արձագանք էին պահանջում։ Այս առումով էլ գլխավոր տնօրինությունը հատուկ ծրագիր մշակեց, այն բխեցնելով նաև սոցիալական խարտիայից։ Բոլոր այս քննարկումների արդյունքում մենք տեսանք, թե Եվրոպայի խորհրդի տարբեր թևերը, կառույցները ինչպես կարող են աջակցել, խորհուրդ տալ եւ օգնել օրենսդրության փոփոխությունների, նաեւ կարողությունների զարգացման հարցում։ Իսկ կոնգրեսի կողմից նաեւ դրամաշնորհներ ուղղվեցին համայնքներին։ Կխնդրեմ խոսել խնդիրների մասին, որոնք էին, որ առանձնացրիք, որոնք էին, որ հենց կարողությունների հզորացման մասով կարիք կար վերանայելու եւ ինչ արդյունք ունենք։ Կարող ենք արդեն խոսել երկարաժամկետ ինտեգրման արդյունքների մասին։ Ես կարող եմ պատասխանել երկարաժամկետ ինտեգրման մասին ձեր հարցին։ Մենք տեսանք տեղական մակարդակում, որ փախստականների մեծ մասը համայնքներ է գնում։
Շատերը եկել են Երևան, բայց մյուսները գնացել են նաև փոքր համայնքներ, որտեղ հաճախ չկան կամ չեն եղել բազային պայմաններ ընդունելու մարդկանց հոսքը։ Երբ հիմնական նպատակն էր այդ համայնքներն ուժեղացնել, ապահովել միջոցներ նրանց ավելի հարմարավետորեն տեղավորելու։ Ընթացքում մենք տեսանք, որ այո, փախստականները կարողանում են օգտվել համայնքների աջակցությունից եւ հիմնականում տեղավորվում են այնտեղ, գտնում աշխատանք։ Ոմանք անգամ մտածում են տուն գնել 2 տարվա ընթացքում։ Մենք դա տեսանք օրինակ Վեդիում։ Մեր աջակցության ծրագիրը մեկնարկել է 2 տարի առաջ եւ դրա ազդեցությունը այո բավական դրական է, քանի որ կարելի է տեսնել, որ մարդիկ ինտեգրվել են համայնքներում։ Միանշանակ կա նաև Հայաստանում մնալու ցանկություն, որտեղ կարող են ինքնաբավ լինել, կարող են մնալ եւ ապահովել իրենց եւ իրենց երեխաների հետագան։ An integration into the local community. Կարողություններն էին առավել թերի եւ որ ուղղություններով հատկապես անելիք կար, աջակցության կարիք կար։ Well, of course it depends. We worked with smaller. Այս առումով մի քանի գործոն մատնանշեմ։ Մենք աշխատում ենք ավելի փոքր համայնքների հետ, քանի որ փոքր համայնքներում հոսքերի ազդեցությունն ավելի մեծ է։ Երևանը հյուրընկալեց շուրջ 43000 մարդու, բայց Երևանը մեծ քաղաք է, մեծ հնարավորություններով։ Իսկ մարզերում մենք տեսանք, որ առաջին հերթին շատ թույլ է տեղեկատվության մատուցման վարչական կարողությունը։ Համայնքներում այլ նախագծեր են ընթանում, ոչ միայն մերը։ Համայնքապետարանը պետք է կարողանա ճշգրիտ եւ արագ տեղեկություններ տրամադրել նոր եկածներին, սակայն դա խնդրահարույց էր։ Մյուս լուրջ խնդիրը կարիքները ճիշտ եւ ստույգ գնահատելն էր։ Դա հեշտ չէ անել, երբ մարդիկ գալիս են միաժամանակ շատ տարբեր կարիքներով։ Հարկ է որոշել առաջնահերթությունները, ինչ է պետք երեխաներին, ինչ է պետք կանանց, տարեցներին։ Սրանք էին ըստիս 2 հիմնական խնդիրները, բայց արագ հարմարեցումներ եղան։ Եվ մեր վերջին այցին ես քաղաքապետարանում տեսա տեղեկատվական նոր գրասենյակ, մատչելի եւ տեխնիկապես հագեցած։ Բացերը հիմնականում հնարավոր եղավ շատ արագ լրացնել։ Most of the points they were able to catch up very quickly. We did carry out a needs assessment. Ես կարող եմ հավելել, որ մենք կարիքների գնահատում իրականացրինք մեր ծրագրերի շահառու երեխաների շրջանում։ Մեր ծրագիրը տեղայնացրինք տեղահանության հետևանքները կրած կանանց համար, ի պաշտպանություն նրանց իրավունքների։ Ի վերջո պարզվեց, որ կարիքներն ավելի շատ ու ավելի մեծ էին, քան սկզբնապես գնահատել էինք։ Those difficult experiences. Ինչպիսիք էին միանգամից ընդհատելով հարցնեմ։ Yes, in fact, any work on displacement. Կարիք եղավ աջակցություն ցուցաբերել կանանց, որ վերականգնվեն, վերակառուցեն կյանքը։ Հոգեբանական աջակցության լուրջ կարիք կար։ Նրանց համար կարևոր էր իմանալ սեփական իրավունքները, իրազեկվել, բայց իհարկե կարևոր էր ապրուստի միջոց գտնելը։ Հմտությունների բացել կար, որը պետք էր լրացնել, բայց նախ գնահատել, ինչն իր հերթին էր դժվար։ Երբ ծրագիրը մեկնարկեց, կարողացանք քաղաքահասարակության աջակցությամբ փոքր դրամաշնորհներով լրացնել այդ բացերը։ Those difficult experiences. Ինչ ուղղություններ էին եւ ինչ հմտություններ էին, որոնք առաջնահերթորեն որոշեցիք զարգացնել, խրախուսել, խթանել։ Yes, so based on Օրինակ փոքր բիզնեսի զարգացման, կանանց զորեղացման ծրագրեր, որպեսզի իրենց ինքնավստահ զգան, իրենց կյանքը վերակառուցեն եւ համայնքի լիարժեք անդամ դառնան։ Դա արվեց նաեւ մի ծրագրի շրջանակում, որին մասնակից էին եւ փախստական եւ տեղաբնակ կանայք միասին։ so that they were actually building projects together. Իրար հասկանալու խնդիր ունեին, ի վերջո նույն հանրության տարբեր թևերի ներկայացուցիչներ են։ They come from different lived experiences. Ամեն դեպքում նրանք տարբեր կենսափորձ են ունեցել, չնայած ազգային արմատները ընդհանուր են։ Տարբերությունները հաճախ շատ հետաքրքիր են, ուստի կարիք կար շփման նոր հարթակի, մեկտեղելու ուժերը, գտնելու կանանց կյանքի բնորոշ ընդհանրություններ, ներգրավել ընդհանուր բիզնեսում, հասարակական կյանքում, փոխօգնության մեջ։ Մի բան հատկապես կարևոր էր անցումային գործընթացում։ Ցանկացած ծրագիր պետք է հաշվի առներ ապրած տրավման։ Անիմաստ է տևական առաջընթացի հույս ունենալ, եթե իրականում հաշվի չես առնում դժվար կենսափորձը։ Point of view of
those difficult experiences. Սա հենց այն զգայուն թեման էր, որին ուզում եմ անդրադառնալ մեր մյուս գործընկերների հետ հարցերի շուրջ խոսելիս եւս պատերազմից տուժած հասարակություններում տրավմայի հաղթահարումը հատուկ աշխատանք է։ Ես ուսումնասիրում էի ձեր ծրագրային ուղղությունը, տեսա, որ դուք կարևորել եք եւ շեշտադրել եք լրագրողների եւ մեդիայի հետ աշխատանքը, որպեսզի սոցիալապես, էթիկապես մի քիչ ավելի պատասխանատու դառնա լրատվամիջոցների աշխատանքը։ Ունենք այդ պատկերը։ Այո, տեղահանության հետ կապված ցանկացած աշխատանք եւ լրատվամիջոցների արձագանքը շատ կարեւոր է, եւ լրատվամիջոցների դերը վիթխարի նշանակություն ունի օգնելու հասարակության վերակառուցման ու կյանքը վերականգնելու ճանապարհին։ Մենք իրականացրել ենք ծրագրեր լրատվամիջոցների օգնությամբ, որոնք ներկայացրել, լուսաբանել են դրական ելք ունեցող պատմություններ։ Refugee communities as making a positive contribution. Մի ամփոփող կարճ հարց, դուք կարծում եք, որ կարողացաք ազդել մարդկանց ընկալման վրա, ինտեգրման վրա, որպեսզի նրանք չգերադասեն երկրից հեռանալ, այլ ուղղակի մնան երկրում, անգամ համայնքներում, սահմանամերձ համայնքներում, որովհետև մենք այդ մտահոգիչ վիճակագրությունն էլ ունեցանք գնացողների մեծ թվի։ Well, Councillor Youver, well, one basic human rights principle is the freedom of movement. Մի շարք լրատվամիջոցներ դրական պատմություններ լուսաբանեցին, 7 պատմություն կարծեմ, որոնք 300 հազարանոց լսարանի են հասել։ Դրանք պատմություններ են, որոնցում կանայք որպես զոհ կամ տուժող չեն ներկայացվում, այլ դրական պատմություններ են, թե ինչպես են իրենք սեփական կյանքը վերականգնում, համայնքի համար ինչ են անում, ինչ ներդրում են ունենում համայնքի կյանքում, եւ որ կարեւոր է, տեղահանությունը տրավմատիկ է, բայց ապագան ոչ միշտ է մռայլ։ Լրագրողները, լրատվամիջոցները ահռելի դերակատարում ունեն, օգնելու առաջ շարժվել եւ հաղթահարել տրավման եւ ներդրում կարող են ունենալ։ Մեր հիմնական նպատակը չէ համոզել մարդկանց մնալ, մեր խնդիրն է խրախուսել Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին, որ ջերմ դրական վերաբերմունք ունենան դժվարին իրավիճակներում հայտնված բնակիչների նկատմամբ։ Ես հավատացած եմ, որ մենք այո, ունեցել ենք դրական ազդեցություն, պատկերն ավելի վատ կլիներ առանց դրա։ We don't know for certain, but perhaps the figures would have been worse that you're referring to. Trying to make anyone stay anywhere or move anywhere. Եվրոպայի խորհրդի ծրագրերի եւ գործունեության նպատակը ինչ որ մեկին դրթելը չէ, որ մնա կամ հեռանա։ Մենք այստեղ ենք աջակցելու իշխանություններին, նաեւ բացատրելու փախստականներին իրենց իրավունքները, թե ինչպես կարող են օգտվել դրանցից, օրինակ ինչու կամ ինչպես դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Ինչ է դա նշանակում, ինչ չի ներառում։ Ժամանակին ասեկոսեներ էին պտտվում, որ եթե օրինակ Հայաստանի քաղաքացի դառնաս, այլևս չես կարողանա վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, եթե դրա հնարավորությունը լինի։ Ուստի իսկապես օգնություն եմ համարում Հայաստանի իշխանություններին, որ փաստերը, իրավական վիճակը ճիշտ ներկայացվեն։ Երբեմն ոչ իրավաբանների համար դժվար է հասկանալ իրենց իրավունքները կամ ինչպես դրանք իրացնել։ Մենք մի պրակտիկ գործիք ենք տրամադրել Զանգերի կենտրոնը, հասանելի փախստական բնակչությանը, նաև Հայաստանի Հանրապետության ամեն բնակչի, տեղեկություններ ստանալու, թե ինչպես ստանալ փաստաթղթեր, քաղաքացիություն, ինչպես իրավունք ձեռք բերել օգտվելու բնակարանային աջակցությունից։ Կարծում եմ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը տեղեկատվության տրամադրման եւ այլ առումներով դժվարամատչելի ծառայության համբավ ուներ, ինչը փոխվեց։ Զանգերի կենտրոնը շաբաթական 11000 զանգ է ստանում, որն ահռելի թիվ է եւ ոչ մի զանգ բաց չի թողնվել։ Հիմա մենք անցնում ենք հաջորդ փուլին՝ ավտոմատացում, ինչն արդյունավետությունը ել ավելի կբարձրացնի։ Ես ուսումնասիրեցի վիճակագրությունը, տարեկան զանգերի թիվը 105,000 է զանգերի կենտրոնի, սա ինչի մասին է խոսում, սոցիալական խնդիրների, իրազեկման խնդիրների, դեռևս չլուծված խնդիրների մասին։ Really practical problems. Գործնական, իրոք գործնական առօրյա խնդիրներ, պետք է ճանապարհորդական փաստաթուղթ ունենամ, գնամ Ֆրանսիայում ընտանիքիս անդամներին այցելեմ եւ հիմա ունեմ միայն օրինակ նախկին 070-ով ճամփորդական փաստաթուղթ։ Այս տեսակի հարցեր, դա կընդունվի օրինակ Ֆրանսիայում կամ օրինակ ես ապրում եմ մարզերից մեկի ինչ-որ քաղաքում, ուզում եմ, որ երեխաս կարողանա այստեղ դպրոց ընդունվել։ Ինչ անեմ, որ դպրոց ընդունվի, ինչ անեմ, որ տուն ունենամ, ինչ անեմ, որ զբաղվածություն ունենամ։ How do I get access to employment?
Այդ թեմատիկ բաշխման մեջ ամենամեծ մասը, որ խնդիրներին էր բաժին ընկնում, որ դուք առանձնացրել եք եւ պատկերացրել եք, որ սա առանձին լուծում է ենթադրում եւ հենց դրա լուծման ուղղությամբ կարիք կա, որ դուք աջակցեք Հայաստանի պետական ինստիտուտներին եւ դրանց կարողությունների զարգացմանը։ Ամենամեծ խնդիրներից մեկը քաղաքացիության փաստաթղթերի ոլորտում էր փախստական բնակչության իրավական կարգավիճակը, որը հասկանալը, պարզաբանելը բավականին խրթին իրավական խնդիր է։ Շատ մարդիկ շփոթված են իրենց իրավունքների եւ կարգավիճակի առումով։ Ձեր նախորդ հարցին վերադառնամ, արդյոք Եվրոպայի խորհրդի ծրագրերն օգնել են, որ մարդիկ մնան Հայաստանում։ Կուզեի մի փոքր խոսել փախստական բնակչության շրջանում բժիշկների մասին։ Շատերը կարիքներ ունեին, շատ խոցելի էին, հատուկ օգնության կարիք ունեին, բայց նաեւ շատ հմուտ մարդիկ կային, որոնք Հայաստանին տալու շատ բան ունեին եւ ունեն, բայց հնարավոր է իրենց որակավորումը Հայաստանում չէին ստացել կամ համապատասխան փաստաթղթեր չունեին։ Այդ մարդկանց համար դժվար էր անմիջապես մտնել աշխատաշուկա։ Բժիշկներ, բուժքույրեր, կրթական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ, բնականաբար Լեռնային Ղարաբաղում իրենք աշխատում էին։ Այո, մենք աջակցեցինք այդ բնակիչներին, որ Հայաստանի աշխատաշուկա մտնելու հնարավորություն ունենան, ձեռք բերելով համապատասխան փաստաթղթեր, կարողանան ինտեգրվել ու սկսեն միանգամից աշխատել։ And start working immediately. Խոսում ենք հիմա առողջապահության ոլորտի մասնագետների մասին, այո, որոնց վերաինտեգրման, այո։ They were all, Եթե կարելի է ավելացնեմ, ես երեք լսեցի, որ 5000 փախստական աշխատանքի է տեղավորվել Երևանի քաղաքապետարանի հիմնարկներում, բժիշկներ, բուժքույրեր կամ շատ բարձր հմտություններ ունեցող մասնագետներ։ Դա բավականին հեշտ եղավ նաև շնորհիվ փաստաթղթավորման, որի հարցում մենք օգնեցինք։ Փոքր համայնքներում նույն իրավիճակը չէ, քանի որ այնտեղ համայնքապետարանն ինքը չունի այդքան կարողություն կամ այդքան աշխատատեղ այդ մասնագետների համար, որոնք նաև չեն ուզում փոքր համայնքներում մնալ։ Ուստի պետք է դիտարկել տարբերությունները, որոնք բավական նկատելի են մայրաքաղաքի, մեծ քաղաքի եւ փոքր համայնքների միջև։ Մենք հիմնականում օգնել ենք, որ այդ համայնքներն ուժեղանան, դիմակայուն լինեն եւ օգնեն նաեւ աշխատաշուկա մտնել։ Ձեր հարցը լավն է։ Մենք այս հարցը տվեցինք Վեդիում։ Բնականաբար բոլորն ազատ են հեռանալու, բայց ոմանք պակաս ազատ են, քան ուրիշները, որովհետև իրենք չեն կարող պատկերացնել ինչպես հեռանալ, որովհետև մեծ կախվածության մեջ են համայնքի տրամադրած ծառայություններից։ Մենք օգնում ենք, որ իրենք իրենց բնակության վայրում ունենան որոշակի ընտրության ազատություն։ Սա փաստացիային դեպքն է, երբ բուժաշխատողները իրենք ունեին բժշկական օգնության, վերաինտեգրման, հոգեբանական աջակցության կարիք, եւ եթե դուք ունեք կոնկրետ օրինակներ կամ կոնկրետ համայնքներ, որոնք ավելի օրինակելի եք համարում այս իմաստով, խնդրեմ ներկայացնեք։ Դե օրինակ Վեդիի դրական փորձը։ Մասնագիտական ուսուցման շնորհիվ շատ կանայք գեղեցկության սրահ են բացել, մասնագիտություն են ձեռք բերել, աշխատում են եւ դրական դերակատարում ունեն համայնքում։ Բայց նույն այդ կանայք, եւ ես կարեւորում եմ դա, որոնք հիմա հաջող ձեռներեց են, մանուկ հասակում պատերազմի տրավմա են կրել։ Ինչպես Կատերինան ասաց, այդ տրավմաներն ընդհանրապես ողջ ազգաբնակչության վրա են ազդում, ուստի շատ կարևոր է ուշադրություն դարձնել այդ իրավիճակներին եւ այդ պարագայում համայնքապետարանը կարողացավ պատրաստել հատուկ խնամքի ծառայություններ երեխաների համար։ Փոքր համայնքում երբեմն ավելի հեշտ է, որովհետեւ համերաշխության մակարդակն է ավելի բարձր։ Ուսուցիչը ասում է. «Ոչինչ, եթե երեխան դպրոց չգա, ոչինչ, մենք գիտենք, մենք հասկանում ենք»։ Կան առանձնակի պրոբլեմատիկ դեպքեր, որոնք դարձել են հատուկ քննարկման առարկա։ Ամենախնդրահարույց դեպքերը, որոնց մասին լսեցինք, տրավմաներ ունեն հատկապես երեխաները, տարեցները կամ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել, տեխնիկապես կախվածության մեջ են աջակցության ծառայություններից, բայց նաև շատ մեծ հպարտություն կա փախստականների համայնքում, իրենք ուզում են սեփական ապրուստ վաստակել։ Նրանց համար վերջին տարբերակն է գնալ եւ աջակցություն խնդրել, բայց աշխատանքային հմտություններ չունեցողները չեն կարող աշխատանքի տեղավորվել եւ տրավմաներ ունեն։ Սրանք են հիմնական դժվարությունները։ So I think really the main
the main difficulty for Կարծում եմ, որ հիմնական դժվարությունը Հայաստանի իշխանությունների եւ փախստական ազգաբնակչության համար փախստականների իրավական կարգավիճակն է, որովհետեւ իրենք հայկական ճամփորդական փաստաթղթեր ունեին, բայց իրենք չունեին հայկական անձնագրեր կամ Հայաստանի քաղաքացիություն։ Իսկ միգրացիայի իրավունքի իմաստով սա բավականին արտասովոր իրավիճակ է։ Այստեղ նեղ իրավական հարցերի հստակեցման կարիք կա, փաստաթղթերի եւ կարգավիճակի առումով։ Ապագայում կարծում եմ հարցն էլ ավելի մեծ ուշադրություն կգրավի, երբ Հայաստանը Եվրոպական միության հետ սկսի աշխատել վիզաների ազատականացման ծրագրի ուղղությամբ, այսինքն երբ ամբողջ Եվրոպական միությունը ազատ լինի ճամփորդելու համար, Հայաստանն ուզի ներդնել կենսաչափական անձնագրեր, ել ավելի կարևոր կլինի փախստական բնակիչների համար հասկանալը, թե իրենց ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ եւ ինչպես այդ փաստաթղթերը ստանան եւ օգտվեն այս հրաշալի հնարավորությունից։ and how to access those documents in order to take advantage of this great opportunity. Շնորհակալ եմ։ Տիկինովեյ, մի քիչ ավելի ընդհանուր քննարկենք առհասարակ փախստականների պաշտպանության համակարգը։ Ձեր ծրագրային ուղղություններից մեկն էր օգնել Հայաստանին փախստականների պաշտպանության համակարգը համապատասխանեցնել եվրոպական իրավունքների չափորոշիչներին։ Ինչ առանցքային տարբերություններ նկատեցիք եւ ինչ խնդիրներ կային այդ ճանապարհին, ինչ արդյունքներ ունենք։ So I wouldn't like to comment on whether the actual event. Տեսեք, բուն իրադարձությունը արտասովոր էր, իրավական կարգավիճակ, որոշակի իրավական կապեր իրենք ունեին Հայաստանի հետ, բայց Հայաստանի լիարժեք քաղաքացի չէին։ Սա է միջազգային իրավունքի առումով բավականին արտասովոր իրավիճակ։ I think that really in terms of international law that is quite an unusual situation. Պարոն Նոյկիր, վերադառնանք այլի անելիքների, հաստորեն այդ ծրագրի ավարտին 1 տարի է մնում, կխնդրեմ խոսենք արդյունքների մասին եւ մնացած 1 տարում անելիքների մասին, ինչին ուղղվեց գումարը, ինչ արդյունքներ ունեցանք, որոնք են այն մնացյալ անելիքները, որոնք դեռ պետք է հասցնենք առաջիկա 1 տարում։ Well, the action plan as such covers areas. Գործողությունների ծրագիրն ընդգրկում է տարբեր ոլորտներ, կենսաբժշկությունն օրինակ, որը շատ նեղ ոլորտ է, բայց գերազանց արդյունք ունենք, որովհետև շնորհիվ այս ոլորտում մեր գործընկերների աշխատանքի Հայաստանը վավերացրել է Օվիեդոյի կոնվենցիան կենսաբժշկության մասին, որը կոնկրետ արդյունք է, եւ բնականաբար վավերացումից հետո արդեն հույս ունենք աշխատել մեր հայ գործընկերների հետ, օգնել կոնվենցիայի դրույթների իրագործման հարցում։ Այլ ոլորտներ՝ պայքար կոռուպցիայի դեմ, աջակցություն արդարադատության բարեփոխումներին, աշխատանք սոցիալական հարցերի հետ կապված, խտրականության դեմ պայքար, երեխաների պաշտպանություն, գենդերի հիմքով բռնության դեմ պայքար, դրա կանխարգելում։ Բերեմ 2 կոնկրետ օրինակ։ Հիմա նոր թևնոցներ կան հսկողության սարքեր, օրինակ ընտանեկան բռնության գործերով անցնող անձանց համար։ Սա տուժողներին ավելի լավ պաշտպանության հնարավորություն է ընձեռում, դիտարկելով հնարավոր տեղաշարժը էլեկտրոնային հսկողության սարքերով։ Գենդերի հետ կապված այլ աշխատանքներ էլ կան։ Մենք նաև աշխատում ենք իրավական մի շարք հարցերի ուղղությամբ։ Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի վրա ենք աշխատել, որը հիմա հասարակական ցույցերի կառավարման մեխանիզմ է եւ որպես այդպիսին, ինչը խիստ կարեւոր է։ Այդ պահանջը նախատեսվել էր Մարդու իրավունքների դատարանի որոշ վճիռներով։ Բանտերի հետ կապված աշխատանք ենք իրականացնում նախ կանխելու ազատազրկման վայրերում վատ վերաբերմունքը եւ մյուս կողմից օգնելու ազատազրկումից հետո հասարակությանը վերաինտեգրմանը։ Աշխատում ենք ազատազրկման վայրերում կատարելագործելու պահվողների հմտությունները, աջակցել ենք որոշ մասնագիտական ուսուցման կենտրոնների ստեղծմանը։ Հայաստանը, կարծում եմ, շատ կարևոր հանգրվանի է հասել իր բարեփոխումների գործընթացում։ Մենք հիմա կաշխատենք մեր գործընկերների հետ, արտաքին գործերի եւ մյուս նախարարությունների հետ, քաղաքացիական հասարակության հետ, որ տեսնենք գործողությունների հաջորդ ծրագրով ինչ կարող ենք անել։ Մյուս ծրագիրը կսկսվի 2027-ին եւ կշարունակվի մինչեւ 2030 թվականը։ 2 ոլորտ, որոնցում կուզենք ընդլայնել աշխատանքը՝ աջակցություն լրատվամիջոցների ազատությանը եւ պայքար ապատեղեկատվության դեմ, եւ հաջորդը օգնություն ընտրական գործընթացներում։ Եվրոպայի խորհուրդն ունի հարուստ փորձ աջակցելու ընտրական հանձնաժողովների ընտրությունների կազմակերպման, անցկացման հարցում եւ այս ամենի շուրջ կշարունակենք աշխատել տեղական ինքնակառավարմանն աջակցել։
Սա կօգնի Եվրոպայի խորհրդի ծրագրերը համապատասխանեցնել Հայաստանի ժողովրդավարական անվտանգության հայեցակարգի նպատակին։ Այս թեզն ընդգծել է մեր գլխավոր քարտուղարը, որպեսզի ունենանք հասարակություններ, որոնք դիմակայում են օտարերկրյա արտաքին միջամտության հանդեպ, որպեսզի երկրի ներսում կատարվող տարատեսակ գործընթացները հնարավոր լինի ժողովրդավարական ճանապարհով հարթել։ Լրատվամիջոցներն այս գործում շատ կարևոր դեր ունեն խտրականության դեմ պայքարում, ներառականություն ապահովելու առումով։ Սա է ըստ իս հաջորդ գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունը։ Մենք պետք է միասին այն կազմենք եւ իրականում օգնենք Հայաստանի բարեփոխումների գործընթացին։ This is the next action plan. We are really looking forward to design this together and really help Armenia in this respect on all of their reform processes. Գումար նախանշվում է արդյոք մինչև 2030 թվականի անելիքների համար եւ ձեր թվարկած ոլորտները ամենակննադատվածն են եւ ամենազգայունն են, գոնե այդպես են ընկալվում քաղաքասարակության եւ հանրության տարբեր շրջանակների կողմից, վերադառնալով ձեր ձևակերպմանը կարող ենք ասել կամ կարող ենք տալ գնահատական, ինչպիսին է Հայաստանի կատարողականը 23-26 թվականների անելիքների մասով։ The Council of Europe has a whole list of monitoring. Եվրոպայի խորհուրդը մոնիթորինգային մարմինների մի ամբողջ ցանկ ունի՝ կոռուպցիայի դեմ, թրաֆիքինգի դեմ, գենդերային բռնության դեմ պայքարի, մարդու իրավունքների եվրոպական դատարանը, խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, Վենետիկի հանձնաժողովը եւ ոչ միայն։ Այդ մարմիններից յուրաքանչյուրն իր ոլորտում Եվրոպայի խորհրդի անդամ ամեն պետության մոնիթորինգ է իրականացնում, բարձելու թե պետությունն իր հանձնարարությունները, կոնվենցիաների ներքո ստանձնած պարտավորությունները ինչքանով է կատարել եւ ըստ այդմ գործակցության եւ բարեփոխումների ծրագիր են մշակվում։ Հաջորդում են առաջարկները, խորհրդատվությունը, թե ինչ ուղղությամբ ինչ է պետք անել։ Ընդգծեմ, որ մենք նաև Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ենք աշխատում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, օգնում ենք բարելավել որոշ ոլորտներ, որոնք արդեն թվարկեցի։ Բայց ընդհանուր առմամբ արդյունքների եւ առաջընթացի գնահատականը թողնում ենք այդ մոնիթորինգային կառույցներին։ Ֆինանսավորման առումով Նորվեգիա, Գերմանիա, Ավստրիա, Իռլանդիա, Լիտվա, Ֆրանսիա, այլ։ Դա ցույց է տալիս նաև այդ համայնքի աջակցությունը, այսինքն ոչ միայն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից։ Նաև կան դոնորներ, որոնք ուզում են Եվրոպայի խորհրդի միջոցով օգնել Հայաստանին աջակցել բարեփոխումները խորացնելուն։ Այո, դուք ճիշտ նշեցիք, դրանք զգայուն ոլորտներ են։ Մենք գիտենք եւ հենց դրա համար է, որ մենք ներգրավել ենք եւ ուզում ենք աջակցել այս գործընկերների հետ միասին։ Սա իրոք գործընկերություն է։ Մեր հայ գործընկերները, շահառուները, այստեղի քաղաքասարակությունը, պետական մարմինները, Եվրոպայի խորհրդի փորձագետները եւ դոնորները իրենց աջակցությամբ մասնակից են բարեփոխումներին։ Գործողությունների ներկայիս ծրագրի արժեքը 21 միլիոն եվրո է, որի ավելի քան 80%-ն արդեն տրամադրվել է։ Հուսամ գործողությունների հաջորդ ծրագիրը կլինի ավելի ուժեղ եւ այդ աջակցությունը եւս։ Ինչ ենք մենք տեսնում, այն ոլորտների հանդեպ, որտեղ բարեփոխումներն ավելի լավ են ընթանում, ավելի մեծ հետաքրքրություն կա դոնորների կողմից։ Ինձ համար գործողությունների ծրագրի ծավալն ինքնին խոսում է ոչ թե խնդիրների ծավալի մասին, այլ ես դա համարում եմ կամքի դրսևորում։ Already an indicator on not only indicator of the problems, but the indicators of the will to move ahead. Can I just add something? Ավելացնեմ մի բան։ Կլաուսը նշեց մի շարք ուղղություններ, կա Լանզարոտեի կոնվենցիան։ Վերջերս դրա կատարողականի մասով Հայաստանի մասին առաջին զեկույցը հրապարակվեց։ Ներկայում զեկույց է մշակվում Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի իրավիճակի մասին։ Այդ զեկույցը կհրապարակվի մյուս տարվա մայիսին եւ այնտեղ արտացոլված կլինի նաեւ իշխանությունների արձագանքը կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության հարցերի շուրջ։ Կարող եմ ասել, որ
Մեր գործակցության տեսանկյունից մենք ապշեցուցիչ առաջընթաց էինք տեսել Հայաստանի իշխանությունների կողմից։ Նաև շատ ակտիվ է քաղաքահասարակությունը։ Մենք տեսնում ենք շատ մեծ կամք, նաև համապատասխանելու կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի կոնվենցիայի պահանջներին։ Հայաստանն այդ կոնվենցիան դեռ չի վավերացրել։ Դա վավերացնելը իրոք կնպաստեր, որ Հայաստանը ևս մեկ մեխանիզմ ունենա բարելավելու այս աշխատանքը։ Այո, մեր համագործակցությունը հրաշալի է ընթանում, իսկ մոնիթորինգային մարմինների եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների երկխոսության միջոցով Հայաստանը առաջ կընթանա եւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում առաջընթաց կլինի։ Review evaluations will really help Armenia together. Եվրոպական սոցիալական խարտիայի մասին էլ խոսք եղավ, սա եւս Հայաստանը ընտրովի սկզբունքով է վավերացրել եւ այնտեղ կան դրույքներ, որոնք դեռ չենք վավերացրել։ Ինչու է կարեւոր, որ Հայաստանը ընդունի ինչ լրացուցիչ պարտավորություններ եւ արտոնություններ է, եթե այդպես կարելի ասել, ստանում Հայաստանը։ Եվրոպական սոցիալական խարտիան մի փոքր, այսպես ասած, ճաշացանկի նման է։ Կարող ես ընտրել, թե ինչ հոդվածների ես միանում։ Ամենակարևորներից մեկը, որը Հայաստանը դեռ չի ընդունել, ստորագրել, այն դրույթն է, որը հասարակության տարբեր անդամների, կազմակերպությունների եւ այլ խմբերի իրավունք կընձեռնի կոլեկտիվ բողոքներ ներկայացնելու։ Այսինքն, եթե իմ թվարկած խմբերը համարեն, որ կա որոշակի խնդիր, օրինակ Հայաստանի բնակապահովման սոցիալական ծրագրում, այդ հոդվածը վավերացնելու դեպքում կկարողանան բողոք ներկայացնել սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեին, որն արդեն կկարողանա որոշել այդպես է, թե այդպես չէ։ Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային բոլոր մարմիններով հանդերձ, սա եւս գործիք է մեր անդամ պետությունների համար գնահատելու իրենց առաջընթացը, պարզելու, թե ինչ է մնում անելու, ոչ թե քննադատության հիմք է սա, կամ եթե քննադատություն է, ապա ծայրահեղ կառուցողական է այդ քննադատությունը, որն իրոք օգնում է պետություններին, մատնացույց է անում խնդիրները, հետո արդեն փորձագիտական աջակցություն, օգնություն է ստանում Եվրոպայի խորհրդից։ Այս մեխանիզմը մենք տասնամյակների ընթացքում ենք ձևավորել, ուստի եթե Հայաստանը վավերացնի այդ արձանագրությունը, ապա դա թույլ կտա կոլեկտիվ բողոքներ ներկայացնել, ինչն իրոք կօգնի Եվրոպայի խորհրդին ավելի արդյունավետ կերպով աջակցելու Հայաստանին սոցիալական իրավունքների հարցում։ Հովրդավարության եւ մոնիթորինգային մեխանիզմներից մյուսը կոնգրեսն է։ Այն ստուգում է Հայաստանի առաջընթացը 5 տարին մեկ։ Մոնիթորինգային մեխանիզմի ինչն է հետաքրքիր, որ նախկին զեկույցը կա եւ կարելի է համեմատել եւ չափել առաջընթացը։ Հայաստանի պարագայում ես հույս ունեմ, որ հաջորդ մոնիթորինգը կարձանագրի առաջընթաց, քանի որ երկիրը բավական արագ առաջ է ընթացել օրենսդրության մեջ, երկար ժամանակ լճացումից հետո ապակենտրոնացման առումով կա առաջընթաց։ Հիմա ինչու է սա շատ կարևոր ժողովրդավարության համար, քանի որ կարևորը իրավունքներն են։ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների կոնվենցիաներով եվրոպական դատարանով գիտակցում է, որ իշխանությունը պետք է սահմանափակել, որ չչարաշահվի։ Տիմերի դեպքում պետք է հավասարակշռել իրական ժողովրդավարություն, որ քաղաքացիները լինեն ազատ եւ ապրեն առանց իշխանության ֆիքս կենտրոնացման։ Այս մոնիթորինգային մեխանիզմները շատ ուշադիր են նաեւ անդամ պետություններում, կան վերակենտրոնացման ջանքեր, հատկապես ճգնաժամերի ընթացքում։ Ու շատ հետաքրքիր է տեսնել, թե հաջորդ մոնիթորինգը Հայաստանում կարձանագրի ակնկալված առաջընթացը, թե մեզ կասի ինչ որ բարելավման ոլորտներ են մնացել, որոնց պարագայում, ինչպես Կլաուսն ասաց, գործողությունների ծրագիրը կօգնի մեզ, որպեսզի միջոցներ ներգրավենք, օգնենք իշխանություններին հաղթահարելու այդ դժվարությունները։ The action plan will help us give us some means to help the authorities to mend those difficulties. Այս ընթացքում դուք Հայաստանի իշխանություններին աջակցեցիք փոխել նաև տեղական ինքնակառավարման մասին օրենքը։ Փոփոխություններ արվեցին եւ դուք դրանք առանցքային գնահատեցիք։ Ինչու եւ ինչը փոխվեց հատկապես։ Կարող ենք ասել, որ տեղական իշխանությունը ավելի թիրախավորված դարձավ։ Սա հարցնում եմ հատկապես համայնքների խոշորացման ֆոնին, որը ենթադրում է, որ իշխանությունը կարծես մի քիչ ավելի հեռանում է բնակչից։ Ես հակառակը կպնդեի, որ կառավարումը դարձել է ավելի հասցեական։ Բարեփոխումների երկու տարբեր ոլորտ կա։ Մեկը տարածքայինն է, դա խոշորացումն է։ Հազարավոր համայնքների փոխարեն հիմա 71 համայնք կա ընդամենը, ու տեղական իշխանությունն ավելի չի հեռացել բնակչությունից։ Դա համայնքի իդեալական չափն է։ Դա այո, առաջընթաց է։ Մյուսը նոր օրենքն է, որ ավելի հստակ է սահմանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչն ավելի հասցեական ու ժողովրդավար է դարձնում գործընթացը։
Սա թույլ է տալիս ասել, որ իրավական դաշտում ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։ In terms of the framework, we're moving totally in the right direction. Implementation will be the test. Ցավոք ժամանակը սուղ է, իհարկե իմ հարցերը շատ են եւ ես մեծ հույս ունեմ, որ մենք դեռ հնարավորություն կունենանք որոշ այլ հարցերի անդրադառնալու։ Մի վերջին ամփոփիչ հարց է, բայց կխնդրեմ նաեւ եթե դուք ունեք ասելիք, որոնց որին չանդրադարձանք, շեշտադրումներ, որոնք կուզեք ներկայացնել։ Just very shortly, I just want to say Ամփոփելով ընդգծեմ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին, ժողովրդին եւ ինստիտուտներին։ Լիահույս ենք, որ մեր գործընկերների հետ գործողությունների այս ծրագիրը կհասցնենք ավարտին։ Նորը կսկսենք եւ միասին կաշխատենք եւ մոնիթորինգային բոլոր զեկույցները արձանագրեն ավելի լավ ցուցանիշներ եւ արդյունքներ։ on a better level once they come again. But we are really seeing progress. I mean, in my Մենք այո, իրոք տեսնում ենք առաջընթացին ոլորտում Եվրոպական դատարանի, մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման առումով վճիռներ կան, որոնց կատարման ընթացքը փակված է եւ մենք նաեւ դրանով ենք առաջընթաց գրանցում։ Մոնիթորինգային շատ մարմիններ նույնն են անում, ուստի մենք ուզում ենք շարունակել աջակցել Հայաստանին։ Same thing for local self-government, just told you the direction is Նույն totally պատկերն է right. տիմ ոլորտում։ Վեկտորը ճիշտ է ընտրված։ Իրագործումն էլ է շատ կարևոր։ Ենթաօրենսդրական ակտեր պետք է ընդունվեն եւ դրանց իրագործման ուղղությամբ քայլեր արվեն։ Քանի որ Հայաստանը զգայուն տարածաշրջանում է, մենք նաեւ կարևորում ենք անդրսահմանային գործակցությունը։ Շատ ուշադիր ենք ցանկացած համագործակցության հարցում, որը նաեւ տեղական մակարդակում կարող է բարելավել հարաբերությունները հարևանների հետ։ Հիմա Վրաստանի հետ ունենք անդրսահմանային գործակցություն, որը կուզենք շարունակել եւ ես կարող եմ ասել, այլ անդամպետությունների համեմատ շատ հաճելի է աշխատել այս իշխանությունների հետ։ Ոչ միշտ է հեշտ, բայց մենք հաստատ տեսնում ենք, որ կա հանձնառու վերաբերմունք, կամք։ Not always easy, but certainly we see that there is a commitment. I can just echo this as well and There is a commitment. Համակարծիք եմ, բարձր եմ գնահատում իշխանությունների կողմից գենդերային հավասարության ռազմավարության ընդունումը։ Աջակցելու ենք այս գործընթացին։ Հպարտ ենք եւ հույս ունենք, որ նոր ռազմավարության արդյունքները շուտով կտեսնենք։ the results of this new strategy. Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Ես հիշեցնեմ, որ հանրային ռադիոն բացառիկ հարցազրույցի հնարավորություն ուներ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։